որևէ ընտրված իշխանության ասելու ոչ, ոնց որ չենք ասել ոչ նախկին իշխանություններին։ Թող հիշեն եկեղեցու կեցվածքը նախկին իշխանությունների օրոք ու հիշեն անցած 5 տարիների ընթացքում։ Իսկ ինչով է դա պայմանավորված, որ նախկին իշխանությունների օրոք մենք գոնե նման գնահատականներ չենք լսել։ Կարևոր պահերի, օրինակ մարտի 1-ին։ Դուք հիշում եք մի հակամարտություն եկեղեցու իշխանության, կարող եք այդպիսի մի հակամարտության մասին խոսել։ Չէ, բայց այդ կապը նաև այդ որտեղ է այդ կապը նախկին իշխանությունների հետ եւ ինչ տեղի ունեցավ 2018 թվականից հետո, որ կաթողիկոսը սկսեց պահանջել այս իշխանության հրաժարական։ 2018-ից հետո հիշում եք կաթողիկոսի հրաժարականն էին պահանջում։ Հետո այո, այդ պահանջը դադարեց։ Այո, մենք գիտենք ինչպես դադարեց։ Էլի չեմ բացահայտի այստեղ դրա մասին։ Բոլորն էլ գիտեն, նույնիսկ նրանք, ովքեր մեզ թիրախավորում են, իրենք էլ գիտեն։ Այո, չխորանանք դրա մեջ։ Մի պահ շատ լավ էր հարաբերությունները։ Հետո ինչ որ պահից սկսած վատացավ։ Ու մեր որոշ եղբայրներ ակտիվ կերպով լծվեցին այդ հարաբերությունները, փչացած հարաբերությունները արդեն կամ այդքան փչացած բառը երևի խիստ եմ ասում, վնասված հարաբերությունները սկսեցին ավելի խորացնել։